Ամփոփում ենք ամպերի 2025 ռիլով, որը պետքա կարճ լիներ, բայց 5 րոպե ձգվեց, դե մենք պարապ չենք մնում։ Առաջին մեր թռիչքներից մինչև խորոված փարթի, մարտի 8 ենք խոսում, այն որ շատ համով էր տղերքի ձեռքով արված խորովածը։ Դե նորից թռիչքներ, հաղթական պարեր, հիշում ենք ոնց էր Միքայելը ծուխը լցրել դպրոցում ու իր համար հանգիստ ֆրֆռում։ Մեր համատեղ աշխատանքը ներքին գործերի նախարարության հետ Չարենցավանի դպրոցում իրականացնելով հրդեհի դեպքում տարհանման ուսումնավարժություն, ամենավառ հիշողությունը մեր արշավը դեպի սպիտակավոր լիտր տնջոցով ու հումորներով, մեր ֆեյսբուքյան գովազդի նկարահանումը Վահեի դերասանական ընտիր խաղով, այդ տարի Օսկարը իր ձեռից գողացան, չենք մոռանում ոնց էր լռվել մեքենան ջրափոսում, բայց ընկերությունը վերջում էլի հաղթեց, պատրաստվում ենք առաջին խմբի ավարտական միջոցառմանը, ձեռքի հետ էլ ռոբոդրոնին մեր ռովերով, ամեն ինչ ավարտվում է, կարևորը մասնակցությունն է կարգախոսով, հետո ճանապարհ ենք ընկնում Վանաձոր մասնակցելու Տեվհաքսին, 2 օր ու գիշեր տառապում ենք, ներկայացնում մեր Rover Pro-ն ու գրավում 5-րդ հորիզոնականը $1000 մրցանակային ֆոնդով։ Մենք դեռ պատրաստվում ենք առաջին խմբի ավարտական միջոցառմանը եւ փառք բոլոր երկնային ուժերին այն տեղի ունեցավ երկու պարով, դե նաեւ հիմնադիրների ելույթներով։ Մասնակցում ենք Airfest-ին մեր տաղավարով, գրավում ներկաների սրտերը, այցելում ենք Հոֆի երեխաների աջակցության կենտրոն, միասին անցկացնում ռոբոտաշինության եւ ԱՏՍ օպերատորության բազային դասընթաց, կառուցում ենք մեր գեյթերն ու ունենում սեփական դաշտը դրոնների մրցույթների համար, մասնակցում ենք օդագնաց 2025-ին Գյումրիում եւ ես առաջին անգամ հայտնվում եմ Գյումրիում, փորձում ենք յաղլի, իսկ Վլադը գրավում է առաջին հորիզոնականը 10 դյույմանոց դրոնների կատեգորիայում, միաժամանակ մասնակցում ենք նաև աերոմոդելային փառատոնին, թե ներկաների սրտերը գրավելու պահը միշտ հիշեք, հետո հաճնի 67-ամյակին, հաճնցիների սրտերը արդեն գրավված են, բայց դե ամրապնդում ենք, ավարտում ենք ջրծաղիկ պրոյեկտը ու վերջապես մաքրում ենք դպրոցը, լավ պրտուշկա ենք անում եւ այցելում ենք Բյուրեղավանի տրանսֆորմատորների գործարան, մասնակցում ենք նաև երիտասարդական հեքեթոնին, որտեղ մեր նանիք պրոյեկտով գրավում ենք 2-րդ հորիզոնականը եւ տարվա ամենակարևոր իրադարձությունը, բացում ենք մեր YouTube-յան ալիքը, ձևավորում ենք դպրոցն ու պատրաստվում նոր տարուն, նոր գաղափարներով եւ մեգա նախագծերով։